Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Նոյան Տապանի եթերում բարդ գաղափարները պարզ մատուցման հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր զրուցելու ենք քաոսի տեսությունից, քաոսի տեսությունը եւ նրա կիրառությունը մեզ պարզ կմատուցի ֆիզմատ գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր պարոն Ռաֆիկ Հակոբյանը։ Ողջունում եմ պարոն Հակոբյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այստեղ եք, ես անձամբ բավական երկար եմ սպասել այս թեմայի քննարկմանը եւ կարծում եմ շատ հետաքրքիր զրույց է լինելու, շատերիս համար մեծ պարզաբանումներ են սպասվում, կարծում եմ քաոսի տեսության վերաբերյալ եւ այժմ հենց քաղաքականությունում, տնտեսությունում, ֆիլմերում, ինչու՞ չէ, առօրյա ոլորտում շատ է տարածված այդ քաոս հենց տերմինը, բայց մենք բոլորս չգիտենք ինքը ըստ էության եւ իր խորքում ինչ է նշանակում։ Այնուամենայնիվ ինչ է քաոսի տեսությունը եւ ինչ կիրառություններ ունի պարոն Հակոբյան։ Կփորձենք հնարավորին չափ պարզ մատչելի ներկայացնել, թե ինչ բան է քաոսը, ավելի ճիշտ դետերմինացված քաոսը։ Սա մի գիտություն է, որի մասին ես որպես առարկա ծրագիր եմ գրել ու դասավանդել եմ 1999 թե 2000 թվականից սկսած բավականին երկար ժամանակ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում մի 5 տարի էլ լավ չեմ հիշում 5-ից 7 տարի երևի Վանաձորի մանկավարժական համալսարանում եմ այսպիսի բան կարդացել ու ինչի համար եմ դա ասում, որովհետև վերջի վերջո ցանկացած գիտություն, մասնագիտություն կամ ուղղություն դու լավ հասկանում ես, երբ որ երկար ժամանակ բացատրում ես։ Այսինքն բացատրելը մենակ դիմացինի համար չի, էլի։ Մենք էլ ենք լավ հասկանում, որովհետև շատ հաճախ ստիպված ես ավելի պարզ, մատչելի օրինակներ բերել, որպեսզի ուսանողության համար հասկանալի լինի։ Եվ այսպես ինչ է քաոսը, ինչ է քաոսի տեսությունը։ Ընդհանրապես մենք դպրոցում գրեթե միշտ գրեթե չէ, դպրոցում միշտ, իսկ բարձրագույնում գրեթե միշտ մենք գործ ենք ունենում, փորձում ենք բացատրել, ուսումնասիրում ենք երևույթներ, որոնք հանդարտ ընթացք են ունենում, այսինքն ոչ մի տարօրինակ վարքեր չեն ունենում, որոնք որ ասենք օրինակի համար մենք ուսումնասիրում ենք դադարի վիճակներ, հավասարաչափ շարժումներ, հավասարաչափ փոփոխություններ, նույնիսկ արագացող շարժումներ եւ եթե մաթեմատիկորեն ասելու լինենք, դրանք նկարագրվում են պարզ ֆունկցիաներով։ Գծային ֆունկցիա, քառակուսի ֆունկցիա, նույնիսկ կարող է էքսպոնենցիալ ֆունկցիա լինի, բայց բոլոր դեպքերում դրանք նկարագրվում են պարզ ֆունկցիաներով, որոնք պարզ հավասարումների լուծումներ են։ Այսպես կոչված, որպեսի հետագայում հասկանալի լինի, ասենք գծային հավասարումների լուծումներ են, բայց իհարկե մեր առօրյայում, մեր շրջապատում շատ են պատահում նման պարզ խնդիրներ, չէ՞, ենթադրենք մեքենաները շարժվում են Երևանից Սևան, ճանապարհի մեծ մասում կարելի է շարժումը համարել հավասարաչափ, որոշ տեղեր հավասարաչափ արագացող, ոչ մի տարօրինակ բաներ առանձնապես տեղի չի ունենում, կտրուկ փոփոխություններ բաներ, կամ ենթադրենք բանը ինչ որ ճաշ ենք եփում, ջուրը տաք հասնում ենք, այդ process-ը մեծ մասամբ ջերմաստիճանը փոխվում է անընդհատ ձևով, հավասարաչափ, բայց ավելի շատ եթե ուշադիր լինենք, մեզ հանդիպում են քաոսային process-ներ։ Այսինքն այնպիսի process-ներ, որոնց ժամանակ մեզ հետաքրքրող մեծությունները կտրուկ են փոխվում կամ անկանոն են փոխվում։ Այդպիսի օրինակներ շատ կարելի է բերել, բայց ամենապարզ օրինակը, ասենք քաոսի շատ պարզ օրինակը դա, ասենք թե օրինակի համար մենք շատ հաճախ լսում ենք տուրբուլենտություն։ Դա հեղուկի կամոթի քաոսային վարքն է։ Եթե մենք օրինակի համար ջրի մեր տան աղբյուրը բացում ենք, եթե կամացենք բացում, լամինար հոսք է լինում։ Ինչ է նշանակում լամինար հոսքը, ջուրը եթե բաժակի մեջ լցնենք, ոչ մի պղպջակներ, բաներ չկան։ Ամեն ինչ կանոնավոր է։
Իսկ եթե արագությունը կամաց մեծացնենք, մի պահ է գալիս, որ պապաջակներ են առաջանում, շատ այնպիսի լույսը ցրող ջուր է լինում ու մեկ հաճելի էլ չի դա խմելը, երևի նկատած կլինեք։ Դա հենց տուրբուլենտության վիճակն է, որը ավելի մանրամասն, ավելի նորմալ մենք կնկարագրենք։ Կամ ասենք օրինակի համար մենք եթե հետևում ենք ապրանքների գների փոփոխությանը, արտարժույթների գների փոփոխությանը, եթե ամեն օր ամեն ժամ մենք գրանցենք թե ինչ արժի դոլարը դրամի նկատմամբ կամ ասենք թե պամիդորի գինը ազատ շուկայում, մենք կտեսնենք, որ շատ արագ փոխվում է։ Կարող է ժամերի ընթացքում չփոխվի, բայց տարիներով եթե հետևում ենք, կտրուկ փոխվում է, մեկ է, ոչ մի օրինաչափություն չկա։ Կամ ասենք թե գետերի հոսքը անկանոն են հոսում եւ այլն, Կարելի է շատ օրինակներ բերել, մենք օրինակներ հետո կբերենք իհարկե, բայց այլ կերպ ասած մենք ավելի շատ հանդիպում ենք այդպիսի քաոսային երևույթների, քան հանդարտ կանոնավոր երևույթների։ Եվ մենք միշտ այդ քաոսը համարել են անկանոնություն, առանց օրինաչափությունների ու խուսափել ենք դրանից։ Քաոսը չենք փորձել հասկանալ, բացատրել, փորձել տեսնել դա իրոք անկանոնություն է, թե նրա մեջ էլ կան ինչ-որ օրինաչափություններ, բաներ, մինչև 1971 թվականը։ Մինչև 1970 թվականները, եթե տուրբուլենտության օրինակով բացատրելու լինենք, օրինակ տուրբուլենտությունը, չնայած դրա ուսումնասիրելու համար շատ մեծ գումարներ պետք չեն, բավականին էժան են փորձերը եւ ահագին հեշտ են փորձերը, բայց 150 տարվա ընթացքում տուրբուլենտության ուսումնասիրության առումով գրեթե տեղաշարժ չի եղել մինչև 1970 թվականը։ Իսկ դրան հակառակ միջուկային ֆիզիկան, որը շատ մեծ գումարներ են պետք ուսումնասիրելու համար, այդտեղ փորձեր անելու համար եւ շատ բարդ են փորձերը, միջուկային ֆիզիկան մի քանի տասնամյակի ընթացքում հսկայական տեղաշարժ է գրանցել։ 1900 թվականին առաջին անգամ Պլանկը հիպոթեզ առաջարկեց, որ քվանտ եւ այլն, իսկ արդեն 1939-40 թվականներին արդեն միջուկային էներգիան օգտագործում էին որպես զենք կարելի էր օգտագործել։ Շատ արագ զարգացել է այդ ուղղությունը։ Ուրեմն 1971 թիվը ես խի նշեցի, որ առաջին անգամ որպես ներածական ասեմ, որ ճապոնացի գիտնականներ Ռուելը եւ Տակենսը առաջին անգամ ուրեմն այդ քաոսային ռեժիմը բնութագրողին, որ հեսա կտեսնենք ավելի հասկանալի ինչ է դա նշանակում, անվանեցին մաթեմատիկական ձևակերպում տվեցին որպես տարօրինակ ատրակտոր, որ հեսա կտեսնենք դրանք ինչ բան են, ու դրանից հետո արդեն առաջացավ գիտությունը որպես քաոսի տեսությունը, որը տարբեր անվանումներ ունի եւ այդ բոլորը գրեթե նույն բանն են՝ դետերմինացված քաոս, ոչ գծային ֆիզիկա, ոչ գծային դինամիկա, սիներգետիկա եւ այլն, այդ բոլորը նույն բանն են, քաոսի տեսությունն է, որոնք որ ուրեմն 71 թվականից սկսած համարվում է, որ այդ քաոսի տեսությունը ստեղծվել է։ Պարոն Հակոբյան, դուք բազմաթիվ օրինակներ բերեցիք, բայց օրինակ հիմա հարց է առաջանում, այդ օրինակներից որոնք են կայուն կամ հանգիստ վիճակ եւ որոնք են այնուամենայնիվ քաոսային վիճակը արտահայտում։ Հեսա կոնկրետ օրինակներով կասենք, բայց մինչև դրան հասնելը, եկեք մի հատ ասենք, թե ինչով էր այս քաոսի տեսությունը հրապուրիչ եւ ինչով էր հետաքրքիր ու կարևոր, ինչով էր առանձնահատուկ, ասենք մյուս գիտություններից, ինչով էր առանձնանում, էլի։ Հիմնական առանձնահատկությունները 3-ն էին, կարելի ասել։ Առաջինը այն էր, որ զարմանալիորեն այդ քաոսային երևույթները, որ նկատվում էին բոլորովին տարբեր բնագավառներում, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, սոցիոլոգիա, բժշկություն,
մաթեմատիկական տարբեր խնդիրներում եւ այլն, նույնիսկ հիմա արդեն ուսումնասիրում են ռազմական գիտության մեջ, տնտեսության մեջ մոռացա ասել շատ կարևոր շատ խնդիրներ են հանդիպում այդ բոլոր տեղում զարմանալիորեն այդ բոլոր քաոսային երևույթները նկարագրվում էին միևնույն մաթեմատիկական հավասարումներով եւ շատ པարզ հավասարումներով ամենամեծ ուրեմն նորությունը դա էր որ զարմանալիորեն པարզ հավասարումներով նկարագրվում են այդ բաները երկրորդ կարևոր հատկությունը այն էր որ զարմանալիորեն թվում էր թե որպեսի քաոս լինի պետք է այդտեղ շատ մեծություններ լինեն շատ պարամետրեր լինեն շատ փոփոխություններ լինեն որ բերեն քաոսին բայց պարզվում է որ ընդամենը 1-2 մեծությունով կարող է ստացվել քաոսային վիճակ 1-2 փոփոխականով հես ավելի մանրամասն ասենք կարող է ստացվել քաոսային վիճակ երկրորդը դա էր իսկ երրորդը որ ու այդ մասին մենք խոսելու ենք այդ բոլորի մասին խոսելու ենք էլի երրորդը այն էր որ դետերմինացված քաոսը պարզվեց որ ոչ թե անկանոնություն է այլ ավելի բարդ օրինաչափություն այսինքն դա թվում է թե անհասկանալի երևույթ է բայց եթե խորանում ես մեջը տեսնում ես այդ օրինաչափությունները ու կարողանում ես այդ օրինաչափությունները կառավարել եւ օգտագործել քո առօրյա կյանքում Այսինքն քաոսը գիտությունների համար ունի պրակտիկ նշանակություն պարոն Հակոբյան Այո, այդ մասին էլ կխոսենք, որ պրակտիկ նշանակություն էլ ունի, բայց նախքան ուրեմն բանը, նախքան այդ կոնկրետ կիրառություններին, բաներին հասնելը, եկեք մի հատ բան անենք, օրինակներ բերենք եւ օրինակների վրա փորձենք հասկանալ եւ տերմինները եւ բաները եւ քաոսին ընթանալու հասնելու այդ սցենարները, ձևերը եւ այլն Ուրեմն օրինակներից բանը նախ ասեմ, որ մենք գործ ենք ունենալու խոսելու ենք ֆիզիկական համակարգերի մասին։ Այսինքն ֆիզիկական ոչ թե նկատի ունենք հենց ֆիզիկագիտությունը որպես ֆիզիկական համակարգ ենք ասելու եւ քիմիական համակարգին եւ կենսաբանական եւ քաղաքական եւ քաղաքագիտական եւ այլն եւ ասելու ենք որ եւ որպես օրինակներ ասենք օրինակի համար մեկը բերեցինք турբուլենտությունը մյուս օրինակը օրինակ գիշատիչ զոհ խնդիրը որն է դա ենթադրենք ինչ որ մի փակ տարածությունում ասենք կղզու վրա գոյացության մեջ են գտնվում գիշատիչը եւ զոհը ասենք օրինակի համար նապաստակը եւ գայլերը կախված նրանց թվից նրանց ուրեմն բազմանալու հնարավորություններից նապաստակները սնվում են ասենք թե բանջարեղենով բանով որը ենթադրենք այդ կղզում առատ է իսկ գայլերը նապաստակներով կախված այդ թվերից կարող է այնպես ստացվել որ օրինակի համար նապաստակների թիվը շատ քիչ լինի գայլերը ուտում են այդ նապաստակները վերանում են էլ սնունդ չկա գայլերն էլ են վերանում այսինքն վերջնական լուծումը լինում է 0 եւ նա բայց կարող է այնպես լինի որ թիվը բավարար լինի ու նրանք մի տարի նապաստակները շատ լինեն հետեւաբար գայլերը շատ սնունդ ունեն շատանում են այդ տարին մյուս տարին գայլերը որ շատ են նապաստակները քիչ են ընդհակառակը գայլերը ոչնչանում են նապաստակներն են բազմանում եւ դա կլինի պարբերական լուծում այսինքն մի տարի մեկն է շատ մյուս տարի եւ այլն եւ այդ գիշատիչ զոհը նաեւ ասենք թե օրինակ լճում ենթադրենք գիշատիչ ձուկ եւ ոչ գիշատիչ ձուկ որ դրանով են սվում իմիջիալոց զարմանալիորեն գիշատիչ զոհ խնդիրը նաեւ հիվանդության շատ տեսակներ օրինակի համար չարորակ ուռուցքի բջիջները զոհ են լեյֆոցիտների համար
երբ որ լեյֆոցիտները շատ են, չարորակուռուցքի բջիջները քիչ են, լեյֆոցիտները ուղղակի ուտում են այդ չարորակուռուցքի բջիջները ու չարորակուռուցքը չի զարգանում։ Բայց կարող է նաև այնպես լինի, որ պարբերական լուծում լինի կամ քաոսային լուծման վերջը գա։ Դա էլ մի խնդիրն է ու հետաքրքիր է, որ այս թվարկված բոլոր խնդիրները նկարագրվում են միատեսակ մաթեմատիկական հավասարումներով։ Մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, բայց միատեսակ հավասարումներով եւ դրանք կարելի է շատ բանը կարելի է խորը ուսումնասիրել ելնելով այդ մաթեմատիկական հավասարումներից։ Նաև զարմանալի է, որ կարելի է իհարկե դրանց համար դեռևս հավասարումներ գրված չեն, բայց մենք այդ մասին էլ կխոսանք, որ երկրներում կան լինում են տարբեր ժողովուրդներ, տարբեր իրենց կուլտուրաներով, տարբեր կենսամակարդակով, չէ, տարբեր զարգացվածության աշճաններով եւ դրանց այդ ժողովուրդների տարբեր ուրեմն արժե համակարգերի պայքարի բանի պատճառով այդ երկրներում կարող է լինեն քաոսային վիճակ, կարող է լինեն կայուն վիճակ, կարող են դրանց մասին էլ մենք մի թեթև կխոսենք, բայց մինչև դրան անդրադառնալը պետք է կոնկրետ արդեն օրինակների գանք, էլի, ոնց որ ասած։ Պարոն Հակոբյան, հիմա տեսեք, դուք բազմաթիվ օրինակներ եք բերում, բայց այդ օրինակների մեջ գերակշռում են կայուն ու հանգիստ վիճակները, թե այնուամենայնիվ քաոսային վիճակները։ Իհարկե գերակշռում են մեծ մասամբ քաոսային վիճակները, այդ պատճառով է, որ այս տեսությունը շատ մեծ ուշադրության կենտրոնում է։ Հիմա ես ուզում եմ, որպեսի արդեն ավելի հասկանալի լինի, կոնկրետ տերմինները բացատրենք ու կոնկրետ արդեն մի օրինակի վրա ասենք, թե ավելի մանրամասն տեսնենք, թե ինչ է քաոսը եւ ինչպես են համակարգերը գալիս դեպի քաոսին, էլի։ Դրա համար որ ասեցի համակարգերով են մենք համակարգեր ենք դիտարկելու, իսկ ավելի ճիշտ դինամիկ համակարգեր, այսինքն համակարգեր, որ ժամանակի ընթացքում փոփոխվում են։ Եվ այդ համակարգերը նկարագրվում են ֆիզիկական մեծություններով։ Օրինակ բերեմ, ասենք օրինակի համար այդ գիշատիչ զոհ խնդրում ֆիզիկական մեծությունը այդ կենթանիների թիվն էր այս կամ այնտեղ, կամ ասենք օրինակի համար բանում տուրբուլենտության հիդրոդինամիկ հոսքի խնդրում ֆիզիկական մեծությունը որևէ մասնիկի տեղափոխության չափն է, ճանապարհն է, որ նա անցել է։ Ուրեմն ֆիզիկական մեծություններն են կարևոր, նրանց փոփոխման արագությունները, ասենք այդտեղ այդ կետի տուրբուլենտության մեջ, ասենք թե որևէ կետի տեղափոխության արագությունը, այսինքն ջրի որևէ մասնիկի արագությունն է ֆիզիկական մեծությունը, կամ ասենք թե այդ կենթանիների գիշատիչ զոհ խնդրում դա ուրեմն այդ կենթանիների թվի փոփոխման արագությունը ժամանակի ընթացքում։ Ուրեմն ֆիզիկական մեծությունները ուշադիր լինենք, որ դրանց ուղղակի կարճ մենք կասենք ֆիզիկական մեծություններ եւ նրանց փոփոխման արագություններ։ Մյուս կարևոր մեծությունը պարամետրերը, որոնք անփոփոխ են իհարկե տվյալ խնդրի շրջանակներում, բայց ելի նկարագրում են այդ համակարգը։ Ասենք օրինակի համար գիշատիչ զոհ խնդրում պարամետրերը դրանք սննդի արկայությունն է, կամ ծնելիության աստիճանը եւ այլն, կամ ասենք օրինակ տուրբուլենտության խնդրում, հիդրոդինամիկ հոսքի խնդրում, դրանք ասենք թե ճանապարհի խոչընդոտներն են, օրինակի համար գետի մեջ ենթադրենք քար կա, հետևը տուրբուլենտություն առաջանում, քարի չափերն են, կամ միջին հոսքի արագությունը, իսկ ավելի ճիշտ հիդրոդինամիկայի մեջ դրանցով կազմված ուրեմն քարի չափերով, հոսքի միջին արագությունով, այդ հեղուկի խտությամբ, մեկ էլ մածուծիկությամբ կազմված մի հատ անչափ մեծությունն է պարամետրը։ Մի հատ պարամետր, որ նկարագրում է բանը։ Ու այդ պարամետրից կախված է, որ տվյալ համակարգը ունենալու է, ասենք թե զրոյական լուծում, կամ ունենալու է պարբերական լուծում, ոնց որ ես ասեցի, կամ ունենալու է խաոտիկ լուծում, հա։ Պարոն Հակոբյան, բայց համակարգը այնուամենայնիվ լուծում ունենալու է։ Լուծում իհարկե ունենալու է, այդ լուծումը այս կամ այն ձևի է
լուծումը։ Իսկ քաոտիկ լուծումը համարվում է լուծում։ Իհարկե, ու մենք հեսա կասենք, թե որ լուծմանը մենք ինչ ենք անվանելու, էլի։ Ու թե տվյալ համակարգը ինչպիսի լուծում ունի, մենք ֆիզիկական մեծությունը ժամանակի ընթացքում նկարում ենք փոփոխությունը, ու այդ փոփոխությունից մենք տեսնում ենք դա ժամանակի ընթացքում չի փոխվում, ուրեմն սա այսպիսի լուծում է, պարբերական է փոխվում, ուրեմն պարբերական լուծում է, անկանոն է փոխվում, ուրեմն խաոտիկ լուծում է, եւ դրանցից յուրաքանչյուրը մի անուն ունի եւ կոնկրետ խաոտիկ լուծումը, օրինակի համար անունը ոնց որ ես ասեցի, հեսա մի քիչ հետո ավելի մանրամասն կխոսենք, կոչվում է տարօրինակ ատրակտոր։ Բայց մինչև այդ մենք պետք է կոնկրետ օրինակով փորձենք տեսնել, թե ատրակտորը ընդհանրապես ինչ է։ Որովհետև մեզ համար ատրակտոր բառը հենց ինքնին արդեն իսկ մի փոքր անհասկանալի է, եթե չասեմ անհասկանալի է, եթե չասենք տարօրինակ ատրակտորը ինչ է նշանակում։ Ավելի անհասկանալի է։ Հիմա դրա համար ես իմ հետ բերել եմ մի հատ այսպիսի պարզ օրինակ, որ էլի լուծում է։ Ուզում եմ ես օրինակի վրա ցույց տամ։ Սա ուրեմն ծանրոցը կախված է թելից ու վերևում ինչ որտեղից ամրացված է։ Եվ եթե նրան հանդարտ թողենք, նա ուղղակի կանգնած վիճակում է։ Ճիշտ է։ Ու եթե նրան շեղում ենք, նա տատանվելու է ու եթե շփում գոյություն ունի կամ դիմադրություն գոյություն ունի, նա կամաց որոշ ժամանակի ընթացքում նորից կանգնելու է։ Դա նշանակում է այս վիճակը նրա ժամանակի անվերջություն ձգտելիս լուծումն է։ Դադարի վիճակը նրա հիմնական լուծումն է։ Այսինքն սա կամ այլ կերպ մեկ սրան ասում են կայուն հավասարակշռության վիճակ։ Կայուն հավասարակշռության վիճակը, զրոյական վիճակը նրա համար լուծում է եւ այսպիսի լուծումը կոչվում է կետ ատրակտոր։ Հա, օրինակի համար սա կոչվում է կետ ատրակտոր, հեսա մի քիչ հետո ավելի գրագետ դրա մասին կասենք, բայց հիմա ինչի attractor attraction բառից է անգլերեն, որ կոչվում է ձգող, որովհետև այս լուծումը միշտ ձգվում է, մենք ինչքան էլ նրան շեղենք այդ վիճակից, վերջի վերջո նա գալու է այդ վերջնական լուծմանը։ Եվ մենք բնության մեջ շատ ենք հանդիպում այդպիսի լուծումների, որ կայուն, հանդարտ, կանգնած վիճակ է կամ հավասարաչափ արագությունով շարժվող վիճակ է։ Մի սահմանում էլ տամ, որպեսի բան անեմ։ Պարոն Հակոբյան, ներողություն, իսկ այդ ձգումը, շեղումը ձեր ասած, բնական ընթացք է, թե կարող է նաև արհեստածին լինել։ Արհեստածին էլ կարող է լինել, ի նկատի ունեմ այդ ձգումը որպես լուծում։ Հա, հեսա դրա մասին էլ կասենք։ Բայց հիմա ասեմ հետևյալը, մենք տեսնում ենք, որ ուրեմն ատրակտորը մոտարապես հասկացանք որն է, դա այն լուծումն է, որին գալիս է տվյալ համակարգը ժամանակի ընթացքում, երբ որ ժամանակը ձգտում է անվերջի, ժամանակի ընթացքում։ Անվերջ չի նշանակում անվերջ պետք է սպասենք, մի որոշ ժամանակ հետո գալիս է։ Բայց նաև հասկանալի է հետևյալը, որ եթե ես չափազանց շատ շեղեմ, սատանան գիտի ինչ կստացվի։ Այսինքն սա ունի նաև ձգողության գոտի։ Այսինքն որոշակի տիրույթ կա, որ եթե այդ տիրույթից շատ չենք հեռանում, այդ տիրույթից միշտ նա գալու է իր վերջնական լուծմանը։ Այդ տիրույթը կոչվում է ձգողության գոտի։ Մի տերմին էլ սահմանենք ու կամաց գնանք առաջ, հա։ Ուրեմն այստեղ կոնկրետ այս ճոճանակի համար բնութագիր ֆիզիկական մեծությունը շեղման չափն էր, իսկ նրա արագությունը ուղղակի է ստատաման արագությունը, հա։ Շեղման չափը իրան ասենք կոորդինատ։ Ուրեմն այն տարածությունը, որում մենք ունենք մի առանցքը կոորդինատն է, մյուս առանցքը արագությունը, կոչվում է փուլային տարածություն։ Թվում է թե բարդ սահմանում է, բայց փուլային տարածություն կոչվում է ընդհանուր, եթե ասենք, փուլային տարածությունը դա այն տարածությունն է, որի կոորդինատները ուրեմն ֆիզիկական մեծություններն են տվյալ համակարգի եւ այդ ֆիզիկական մեծությունների փոփոխման արագությունները։ Ինձ թվում է շատ բարդ մաթեմատիկա չի, եթե մենք հասկանանք, որ այդ
կոորդինատական համակարգում այս սրա լուծումը արագությունն էլ է 0, կոորդինատն էլ է 0։ Այսինքն 0 կետը լուծումն է, այսինքն լուծումը կետ է։ Դրա համար այս ատրակտորը կոչվում է կետ ատրակտոր։ Բոլոր անշարժ վիճակներին, բոլոր հավասարաչափ շարժվող վիճակներին համապատասխանում է կետ ատրակտորը։ Պարոն Հակոբյան, այսինքն յուրաքանչյուր ֆիզիկական համակարգ, ինչպես սկզբից նշեցիք, ունենալու է իր լուծումը եւ այդ լուծումները, այսինքն իրենք բարբերաբար ինքը ինչ-որ մի լուծում է ունենում։ Այդ լուծումը զարգացում է ունենում, թե կարող է նաեւ հետընթաց գրանցել, այսինքն լուծումը անպայման երաշխավորում է զարգացում, թե կարող է նաեւ բացասական ընթացք ունենալ։ Եթե պարամետրը փոփոխենք, ինքը ունենալու է տարբեր լուծումներ։ Եթե պարամետրը նույնն է, նրա լուծումը, ասենք թե որևէ ատրակտոր է, նա գալու է այդ ատրակտորին, ինչքան էլ նրան շեղենք, եթե ձգողականության տիրույթից չենք հեռանում, ինչքան էլ շեղենք, նա գալու է վերջի վերջո այդ ատրակտորին։ Օրինակի համար ես մի հատ իհարկե ինձ մի քիչ բան եմ անում, լավ չի որ թույլ եմ տալի ինձ մի քիչ այդպիսի օրինակներ էլ բերեմ, բայց օրինակի համար բաները երկրների առումով տոտալիտար երկրների լուծումը բոլոր տեսակի տնտեսական եւ այլն հիմնականում կետ ատրակտորներ են։ Նրանց մոտ ապրանքների գինը չի փոխվում, քաղաքական համակարգը չի փոխվում, մեկ-մեկ պրեզիդենտն էլ չի փոխվում, անփոփոխ վիճակ է, կետ ատրակտոր է։ Հա ու մենք էլի այդ մասին կխոսանք, բայց ես կուզեի մեկ-մեկ այտենց հիշենք, որ սա այնպես չի էլի, որ абստրակտ տեսություն է, նաև քաղաքական բան, իհարկե քաղաքական համակարգերի համար դեռևս ինչքան չարչարվում են մասնագետները չեն կարող լավ հավասարումներ գրեն, որ մաթեմատիկական հավասարումներ նկարագրվեն։ Համենայնդեպս ես չեմ գտե շատ փնտրելով, չեմ գտե, բայց վաղ թե ուշ դրանք կգտնվեն։ Ուրեմն ասեմ, որ այսպիսի ճոճանակը շատ տարածված է, նաև հիշենք, որ այս ճոճանակի օրինակ է նաև մեր իմացած կարուսելը, չէ՞։ Կամ ասենք մեխանիկական ժամացույցը, պատից կախված ժամացույցը, որ ինքը տատանվում է ու ժամը գնում է, չէ՞։ Բայց հիմա պատկերացնենք հետևյալը, հաջորդ էտապը։ Պատկերացնենք, որ ոնց որ ինչպես կարուսելին, մեկը կա, որ անընդհատ իր փոքրիկ քրոջը կամ եղբորը անընդհատ ուզում է ճոճել, հա, կամ մենք անընդհատ ուզում ենք սա ճոճել։ Հավասարաչափ էներգիա ենք տալի ժամանակի ընթացքում պարբերական տալիս ենք էներգիա, այսինքն եթե նա ունի նաև էներգիայի աղբյուր բացի կլանումից ու մարումից, մարումը կա, այսպես թե այնպես, բացի կլանումից ու մարումից եթե կա էներգիայի աղբյուր, կարող է մենք ունենանք հաստատում պարբերությունով տատանում։ Այդ դեպքում իր մաքսիմալ շեղումը նախ շեղումն է պարբերական փոխվում, հա, մաքսիմումից մինչև մինիմում, եւ երկրորդը արագությունն է պարբերական փոխվում։ Եթե փուլային տարածությունում նկարենք, մենք կունենանք շրջանագիծ կամ ընդհանուր դեպքում փակ կոր, եթե ավելի մի քիչ բարդ շարժում է։ Սա կոչվում է սահմանային ցիկլ ատրակտոր։ Այսինքն այս խնդրի լուծումը սահմանային ցիկլ ատրակտորն է։ Մի հատ շատ լավ իմ կարծիքով շքեղ օրինակ կարող եմ բերել սահմանային ցիկլ ատրակտորի կամ այս տիպի ատրակտորի։ Մարդու սիրտը, կենդանու սիրտը։ Դուք գիտեք, որ նա պարբերաբար աշխատում է, չէ, բաբախում է, տատանվում է պարբերական։ Խիստ որոշակի պարբերությամբ։ Եվ նաև նկատում ենք հետևյալը, եթե հանգարց ինչ-ինչ պատճառներով մենք սար ենք բարձանում կամ անհանգստանում ենք, սիրտը սկսում է դանդաղ աշխատել կամ արագ աշխատել, հետո որ հանգիստ վիճակ ենք թողում, նա նորից գալիս է իր պարբերությանը։ Չէ, այսինքն ինքը գալիս է իր լուծմանը։ Եթե մենք ձգողության գոտուից շատ չենք հեռանում, եթե շատ ենք հեռանում, դա ուրեմն ինսուլտ է եւ այլն, Աստված հեռու պահի, ինֆարկտ, ինսուլտ։ Իսկ եթե շատ չենք հեռանում, նա միշտ վերադառնում է իր լուծմանը։ Իր լուծումը որոշակի պարբերությամբ տատանումն է։ Որոշ կենդանիների մոտ դրա պարբերությունը վայրկյաններ է, որոշ կենդանիների մոտ
տասնյակ վայրկյաններ, չէ, կան եւ շատ արագներ եւ շատ նույնիսկ մարդկանց մոտ լինում են, չէ, երեխաներինը շատ արագ են տատանվում սրտները, մեծ մարդկանց մոտ մի քիչ ավելի նորմալ բարբերությամբ ես ինչքան գիտեմ վայրկյանում 2 տատանում միջինում այդ ձև, հա։ Մի խոսքով այսպիսի եւ այսպիսի օրինակներ շատ կան, այդ պատից կախված ժամացույցներ էներգիա է ստանում, ասենք թե ինչ որ տեղից, ու նա բարբերական տատանվում է։ Եթե մենք ասենք թե ձեռով խփենք, ասենք այս ինչ ձև է տատանվում, ասենք ուզենանք արագացնենք կամ բան, մեկը ինքը մի քիչ արագանալու է, հետո նորից գալու է իր վիճակին։ Այսինքն այդ վիճակը սահմանային ցիկլ ատրակտորը իրոք որ ատրակտոր է, այսինքն ինչքան որ այդ վիճակից շեղվի, նա գալու է մեկ է դրան, միևնույն է դրան, այսինքն նա ձգում է, դրա համար ատրակտոր է, ատրակտոր ասելով այդ ենք հասկանում, որ նա ձգում է այդ վիճակը, հա։ Ավելի բարդ շարժումները կարող են լինել երկպարբերական տատանումներ, բազմապարբերական տատանումներ, ավելի բարդ շարժումներ լինել, իրանք մի քիչ ավելի այլ ատրակտորներով են բնութագրվում, որի անունը ես կտամ, բայց երկար բացատրել պետք չի, կոչվում է տոր ատրակտոր։ Իսկ կամանց ավելի պարամետրը փոխելով ենք մենք, ուրեմն ինչ որ բաներ փոխելով մենք եկանք կետ ատրակտորից սահմանային ցիկլ ատրակտորի, հետո կարող ենք փոփոխել կամ ասենք կենթանիները գիշատիչ զոհ խնդիրը, եթե փոփոխենք պարբերական լուծում է ստացվում, հետո գալիս է մի պահ, որ ինչ որ պարամետրերի դեպքում, այսինքն այդ սնունդի բանի ինչ որ փոփոխության դեպքում, մեկ է տեսնում ես, որ գրանցում ես ամեն տարի, տեսնում ես, որ անկանոն փոփոխություն է։ Անկանոն փոփոխությունը թվում է, թե ոչ մի օրինաչափություն չկա, բայց սա հենց քաոսային վիճակն է, որը բնութագրվում է արդեն տարօրինակ ատրակտորով։ Այս լուծումը, քաոսային վիճակի լուծումը, մենք լուծման վիճակը անվանում ենք տարօրինակ ատրակտոր, որը իհարկե ատրակտոր է։ Փուլային տարածությունում տեսակ մի դեպքում կետեր, մի դեպքում շրջանագիծ, մեկ ուրիշ դեպքում ավելի բարդ ինչ որ պատկեր է, այս տարօրինակ ատրակտորի դեպքում շատ ավելի բարդ պատկեր է, որի մասին կարելի է երկար խոսել, բայց առայժմ դրա մասին չենք խոսելու, բայց այդ բարդ պատկերը էլի միևնույնը նա ատրակտոր է եւ նա ունի ձգողության գոտի եւ եթե մեր համակարգը հայտնվում է այդ վիճակներում, ձգվում է այդ ատրակտորի կողմից եւ գալիս է ընկնում է այդ բարդ պատկերի մեջ, հա։ Բարդ պատկերը որպեսզի հասկանալի ինչ է նշանակում, նշանակում է որ ինքը այդ համակարգը շատ լուծումներ ունի, շատ հնարավոր վիճակներ ունի, դրանք բոլորը միասին այդ քաոսային վիճակին են բնութագրում եւ կոչվում է տարօրինակ ատրակտոր։ Ուրեմն հասկացանք, որ նա ատրակտոր է։ Իսկ տարօրինակ բառը որտեղից է գալի։ Տարօրինակը նրանով է, որ այդ հնարավոր վիճակների մեջ, այդ բարդ պատկերների մեջ, նա տարօրինակ է այն առումով, որ երկու շատ իրար մոտիկ վիճակները ժամանակի ընթացքում ուժեղ իրարից հեռանում են, մնալով այդ պատկերի ներսում իրարից հեռանում են, այսինքն ինքը մնում է ատրակտոր, բայց իր հնարավոր լուծումները կարող են իրարից շատ տարբերվել, այսինքն եթե մենք սկզբնական վիճակ կամ ինչ-որ պարամետր մի թեթևել փոխենք, կարող է պատահի, որ որոշ ժամանակ հետո նրանք հայտնվեն այնպիսի վիճակներում, որ իրար նկատմամբ անճանաչելի են, լրիվ տարբեր են, կարող է մեկը այսպիսի վիճակում լինի, մեկը այսպիսի վիճակում լինի, եւ դա այս երևույթը կոչվում է թիթեռնիկի էֆեկտ։ Ինչու է կոչվում թիթեռնիկի էֆեկտ, երկու պատճառով, նախ այդ պատկերը, որ ես ասեցի, ատրակտորի պատկերը առաջի անգամ, որ ստացել է Լորենցը, երբ որ օթերևութաբանական խնդիրներ էր ուսումնասիրում, փորձում էր գուշակել
կլիման եւ այլն, իմիջիալուց ասեմ, որ հետո մի քիչ որ ժամանակ մնա մի քիչ կխոսանք այդ մասին։ Հիմա որ եղանակի տեսություն բաման գուշակում են, այս քաոսի տեսությամբ են գուշակում։ Հենց ինքը այդ պատկերը, որ ստացել էր իմ ասած այդ փուլային տարածության մեջ, պատկերը, որ ստացել է, նա Թիթեռնիկի երկու թևերի նման է։ Մեկ էդ է պատճառ, մեկ էլ գեղարվեստական գրականությունից է գալի այդ Թիթեռնիկի էֆեկտ անվանումը, որովհետև դեռևս 17-րդ դարում անգլիական բանահյուսություն կար, կհիշեք, որ վարպետը մեղ չուներ, որ մեղ չուներ, ուրեմն ձին չնալեցին, որ ձին չնալեցին, այս ձև եղավ, այն ձև եղավ, վերջը պատերազմ եղավ։ Այսինքն մի մեխի պատճառով պատերազմ եղավ։ Իսկ մի քիչ ավելի ուշ Հովհաննես Թումանյանը 1909 թվականին գրել է Միկաթիլ Մեղրի պատճառով պատերազմ եղավ։ Այսինքն Թիթեռնիկի էֆեկտը մի թեթև սկզբնական պայմանները փոխում ենք, միտեղ մեղ չկար, միտեղ Միկաթիլ Մեղր թափվեց ու դրանից ժողովուրդներ իրար հետ պատերազմեցին եւ այլն, ու դրանց վրա կինոներ էլ կան, հիշենք, որ օրինակի համար մի կինոն կոչվում է Որոտի ձայնը, մյուս կինոն կոչվում է ուղղակի քաոս։ Երկուսի իմաստն էլ համարյա նույն բան է։ Օրինակի համար Որոտի ձայնը ինչի մասին է, որ 2050 թվականին այդ ձև գյուտ են արել, որ կարող են գնալ հին աշխարհ դինոզավրերի ժամանակներում ու գնում են տենում են դինոզավրին ու ճանապարհին այդ տուրիստներից մեկը սխալմամբ մի հատ Թիթեռնիկա տրորում կամ հետևեցնում է ու գալիս են տենում են իրանց աշխարհը լրիվ փոխվել է։ Այսինքն, չգիտեմ, միլիոն տարի սրանից առաջ մի հատ Թիթեռնիկի պատճառով մեր աշխարհը ոչ թե այսօրվանն էլ, այլ ուրիշ բաներ։ Ու այս բոլորը, այս Թիթեռնիկի էֆեկտը յուրահատուկ է հենց քաոսային լուծմանը, քաոսային ատրակտորին։ Պարոն Հակոբյան, այսինքն քաոսային տեսությունում մանրուքը կարող է շատ բան որոշել։ Այո։ Հենց դրա համար էլ մենք մեկ ասում ենք, որ ու դրանից էլ օգտվում են, էլի, իրականում այդ 1970 թվականից հետո 80-90 թվականներուն ես ուրիշ երկրներին լավ ծանոթ չեմ, բայց Ամերիկայում գիտեմ բազմաթիվ ինստիտուտներ կան, որոնք որ ուսումնասիրում են քաոսի տեսությունը եւ դրանց կիրառությունը տարբեր տեղեր։ Ամենապարզագույն կիրառությունը դա բանի շուկայում է, արժեթղթերի եւ ապրանքային շուկայում է եւ չգիտեմ, գիտեք թե չգիտեք, ահագին մարդիկ կան, որ իրանք մասնագիտացած են այդ ուղղությամբ եւ խորհուրդ են տալի այս բանը առնել կամ չառնել եւ այլն եւ ուսումնասիրությունները արվում են ելնելով հենց այս տարօրինակ ատրակտորի քաոսի տեսության, քաոսային վիճակի օրինաչափություններից։ Օրինակի համար կարճ հնարավորին չափ հասկանալի ասեմ, թե օրինաչափություններից մեկը որն է, որը օգտագործում է արժութային շուկայում ու մեր բիզնեսմենները գիտակցաբար թե անգիտակցաբար իրանք գումար են աշխատում օգտվելով այդ օրինաչափությունից։ Հիմնական օրինաչափությունը այն է, որ այդ որևէ բանի գինը, որ անկանոն փոխվում է, իրականում այնքան էլ անկանոն չի։ Իրականում այնպես է, որ ինքը ունենում է եւ փոքր արժեք, եւ որոշ ժամանակ հետո ինքը ունենալու է մեծ արժեք, հետո փոքր արժեք։ Այսինքն տիրույթների կարելի է բաժանել այդ լուծումները, քաոսային այդ վիճակի հնարավոր վիճակները, կարելի է բաժանել երկու վիճակների, որ ժամանակի ինչ որ պահի, եթե ինքը այս վիճակում է, մյուս պահին անպայման լինելու է այս մյուս վիճակում։ Հետո նորից այս վիճակում։ Այդ վիճակում իհարկե ինքը նույն արժեքը չի ունենալու, բայց արժեքների իմաստով, եթե օրինակի համար դոլարի գինը, եթե այսօր 390 քանիսի կողմերն է,
վաղը մյուս օրը լինելու է 410 քանիսի կողմերը։ Ինքը չի կարա մնա այստեղ, եթե ազատ շուկա է։ Հետո նորից էլի շեղվելու է։ Ուրիշ բան, որ պետք է համբերություն ունենաս, եթե բիզնեսմենները ինչպես են անում, եթե ապրանքը էժանանում է, առնում են, եթե թանկանում է, վաճառում են։ Իսկ ժողովուրդը անում է դրա հակառակը։ Ժողովուրդը միշտ հայերեն բառը չեմ հիշում, պանիկյորա անհանգիստ է, էլի միշտ ինքը հենց որ որևէ ապրանք էժանանում է, վաճառում է, վայ կարող ավելի շատ էժանանա, վաճառում է, եթե թանկանում է, գնում է այդ ապրանքը, էլի։ Օրինակ COVID-ի ժամանակ, պարոն Հակոբյան, այսպիսի ինչ-որ քաոսային ընթացք ունեցանք, մարդիկ ինքնաբերաբար գնում էին ինչ-որ առաջին անհրաժեշտության ապրանքներ էին գնում եւ այլն, դա նույնպես տեղավորվում է այս տեսության մեջ։ Իհարկե։ Բոլոր այդպիսի բան վիճակներում, ոնց ասենք, խառը վիճակներում բոլոր այդպիսի վիճակներում լինում է քաոսային այդպիսի process-ներ են լինում եւ հիմնականում խելացիները օգտվում են դրանից, իսկ ոչ խելացիները։ Օրինակ մի օրինակ էլ բերենք։ Եղել է դեպքեր, որ շատ ա եղել այդպիսի դեպքեր, որ մարդիկ արհեստական ստեղծել են այդպիսի վիճակ ու գումար են աշխատել։ Օրինակ Բեն Լադենը ասում են տերոր արեց Ամերիկայի հանդեպ, բայց բիզնեսմենները համարում են ինքը բիզնես արեց, ոչ թե տերոր։ Ինքը հո չէր, ինքը հո այդքան հիմար չէր, որ մտածեր Ամերիկայի հախից կարող է գա։ Չէ, ինքը տերոր արեց, դոլարի գինը կտրուկ ընկավ, մինչև այդ տերորը ինքը գնեց ֆունտ, իր գումարը դոլարայինից վերածեց ֆունտի, հետո մի 10 միլիոն ծախսեց այդ գործողության համար, հետո 100 միլիոն աշխատեց։ Ուրիշ բան, որ մարդկային առումով իհարկե չարիք էր, վատ բաներ արեց եւ այլն, բայց ուզում եմ ասել, բանը շատ հաճախ այդ քաոսի օրինաչափություններից օգտվելով մարդիկ կարողանում են ինչ որ շահույթով դուրս գալ, էլի։ Պարոն Հակոբյան, մենք մոտավորապես ունենք 10 րոպե, եթե կարող ենք ամփոփենք այսօր, չնայած կարծում եմ այս մի քանի հատ օրինակներ բերենք։ Այո, այս թեմային մենք կրկին կանրադառնանք, նաև կուզեի օրինակներին զուգահեռ նաև ասեիք, արդյոք քաոսի տեսությունը միայն ինչ որ փիլիսոփայական նշանակություն ունի, թե կարող է նաև ինքը կիրառելի ու օգտակար լինել ինչ որ ոլորտներում։ Իհարկե, մի կիրառությունը ասեցի արժութային շուկայում օրինակի համար շատ ինստիտուտներ աշխատում են այդ ուղղությամբ ու կիրառում են։ Մենք շատ գաղտնիքներ չգիտենք, բայց իմ կարծիքով ամերիկյան շատ ինստիտուտներ աշխատում են նաև ռազմական եւ այլ բնագավառներում քաոսի տեսությունը եւ առաջացնել, քաոս առաջացնել եւ կիրառել եւ կառավարել, մասնավորապես իմ կարծիքով նաև այդ ուսումնասիրությունների շնորհիվ է, որ հաճախակի կանխատեսում են տերորիստական գործողությունները եւ այլն, բայց ինչու՞ չէ, կան նաև բնական կիրառություններ, ասենք օրինակի համար ես ասեցի այդ սրտի աշխատանքը եւ ինֆարկտը, եթե մենք ուսումնասիրենք այդ քաոսային վիճակի տարօրինակատրակտորի վիճակը, մենք կարող ենք մեկ-մեկ կանխել այդ վիճակը, ինֆարկտի վիճակը, կամ չարորակ ռուսները, եթե շատ ուսումնասիրենք, այսօր մեծ հաջողություններ չկա այդ ուղղությամբ, բայց էլի հավասարումներ են գրվում են, կարելի է ուսումնասիրել ու տենալ, թե ինչ պարամետրերի, ինչ պատճառներով է, որ չարորակ ռուսների բջիջները գերակշռում են, կարողանում են լեյֆոցիտների դեմ պայքարել ու գերիշխել, գուցե այդ պարամետրերը փոխենք, լեյֆոցիտները մի քիչ շատանան ու բան չանեն, մարդու հոգեբանական վիճակները, տարբեր կենդանիների, բույսերի, էակների բազմացման պրոցեսներն են ուսումնասիրում ու այնպես են անում, որ ինչը որ ցանկալի է ավելի շատ բազմանա, էկոլոգիական, երկրաբանական, ես ասեցի օդերևութաբանական խնդիրները ուսումնասիրում են, դերևս 68 թվականին Էդվարդ Լորենցն ուսումնասիրել այս բաները, շատ այն ժամանակվա հզոր հաշվիչ մեքենաներով ուսումնասիրել ու այսօր շնորհիվ դրա մենք կարողանում ենք կանխատեսել քչի շատից եղանակը ինչպիսին է լինելու վաղը մյուս օրը ու հենց այդ քաոսի տեսության պատճառով է որ կանխատեսումը 100%-անոց կանխատեսում չի,
մենք կարող ենք անխատեսենք մի բան ու մի հատ փոքր թիթեռնիկի էֆեկտի պատճառով եղանակը լրիվ փոխվի, բայց դա հավանականային կանխատեսում է, այսինքն մենք որ ասում ենք վաղը եղանակը լինելու է այսպիսին, դա հավանականություն է պարունակում, այսինքն 70% հավանականությունը այսպիսին է լինելու, բայց ինչ որ փոքր հավանականություններ կան, որ կարող է նաև քիչ լինել, բայց ես բնական օրինակներից կուզեմ մի հատ օրինակ էլ բերեմ, գիտնական Իլյա Պրիգոժինը, որը լավ կենսաբան էր, լավ մասնագետ էր, ինքը ասում էր, եթե սրտի համար շատ կարևոր է, որ նա լինի կանոնավոր վիճակում, ոչ թե քաոսային վիճակում, այլ պարբերական կանոնավոր վիճակում, ի տարբերություն դրան, ուղեղը պետք է լինի քաոսային վիճակում, ուղեղը եթե լինում է կանոնավոր վիճակում, դա հիվանդություն է, մեկ կոչվում է, որոշ հիվանդության տեսակներ կոչվում են էպիլեպսիա, ու ճիշտն ասած, երբ որ ես մի 10 տարի եղել է, որ պարապում է դպրոցականների հետ, որ ընդունվում են բարձրագույն դիմորդների հետ, այսպես կոչված, ես իրանց բացատրում էի, որ դուք մի անընդհատ փորձեք գնահատել ձեր ուղեղը, ձեր գիտելիքները բավարար են, թե ոչ, քննությունից առաջ թող քաոսային վիճակ լինի, խնդիր չի, դուք հենց որ տոմսը քաշում եք, այդ պահին փորձեք կարգավորել ձեր ուղեղը ինքնաներշնչմամբ ու ձևերն էլ էի բացատրում ինչպես կարելի է այդ ժամանակ դու կարգավորում ես ու ուղեղդ սկսում է վերարտադրել այն բաները, որոնք տվյալ պահին պետք են ու մարդու ուղեղը ձևել աշխատում է այնպես չի որ բանը ուղեղը միշտ կարգավորված է բոլոր բնագավառներում հիմա մենք խոսում ենք քաոսի տեսությունից մեր ուղեղը աշխատում է այդ ուղղությամբ բայց մենք բոլորովին գաղափար չունենք ուղեղը քաոսային վիճակում է գտնվում ասենք թե կենսաբանական ինչ որ խնդիրներով կամ ասենք թե իմ համար ինչա կարևոր ենթադրենք իմ մասնագիտությունը ինչա թերմոմեխանիկական խնդիրներ հիմա ոչ մի բան չեմ հիշում ֆիզիկայի այդ մյուս բաժիններից բաներից միայն կենտրոնացած է ուղեղը կենտրոնացած է այդ ուղղությամբ Պարոն Հակոբյան, շատ ներողություն, շատ հրաշալի օրինակ բերեցիք, որովհետև կոնկրետ ինձ մոտ, երբ ես ուսանող էի, այս նույն ձևի գործել է իմ ուղեղը, քննությունից առաջ, այո, իմ մոտ էլ, իմ ուղեղում էլ քաոս էր, բայց ես երբ որ տոմսը քաշում էի, արդեն ինչ որ կենտրոնացում էր լինում, բայց ես այստեղ պետք է օգտվեմ հնարավորությունից եւ հարց տամ, մեր հասարակությունում էլ հենց ժողովրդի մոտ էլ կարծես թե 20 թվականի պատերազմից հետո ինչ որ այսպես քաոտիկ մեր մտքում էլ ուղեղում էլ ինչ որ այսպիսի գործընթացներ են ձեր կարծիքով այդ տոմս քաշելու կամ ժամանակը կամ գործողությունը կամ առարկան չգիտեմ ինչ բառով բնութագրեմ ոչ թե երբ կամ ինչը կլինի ուղղակի եթե մենք համեմատելու լինենք մարդկանց տարբեր տեսակներ կան մարդկանց տեսակներ որ այդ տոմս քաշելուց քաոսային վիճակը էլ ավելի է ինքը քաոսը չհասկանալով չտիրապետելով քաոսին ավելի քաոտիկ է դարձնում իր վիճակը ու մեր ժողովրդի զգալի մասը հենց այդպիսի վիճակում է քաոտիկ վիճակում է այսինքն Եթե մենք հասկանանք քաոսի process-ը եւ հասկանանք, որ դա օրինաչափություն է, դա բարդ վիճակ է, բայց օրինաչափ վիճակ է, դա ունի իր օրինաչափությունները, իր կարգավորվածությունը, նույն ձևով էլ օրինակի համար շատ գիտնականներ ասում են կենդանի օրգանիզմները խաոտիկ վիճակ են, խաոտիկ լուծում են, բայց դա ի տարբերություն անկենդան միջավայրի դրանք ոչ թե անկանոնություն են, այլ ավելի բարդ կանոնավորվածություն, ավելի բարդ օրինաչափություններ եւ հենց դրա հետ կապված ես կուզենայի նաեւ բերել մեկ այլ օրինակ, որ տարբեր երկրներ, տարբեր ժողովուրդներ իմ կարծիքով ունեն իրանց տարբեր ֆիզիկական մեծությունները եւ այն երկրները օրինակի համար, այն երկրները, որ բաղկացած են տարբեր ժողովուրդներից, ես ճիշտ է, մեր ժողովուրդը բաղկացած է համեմատաբար համասերը մեծ մասամբ միատար ենք, բայց ես ավելի բարդ օրինակն եմ բերում, որպեսզի ավելի լավ հասկանալի լինի։ Եթե տարբեր
կուլտուրաներով, տարբեր կենսամակարդակով, տարբեր ուրեմն զարգացվածության աշճաններով, տարբեր ժողովուրդներից է բաղկացած եւ տարբեր գաղափարախոսություններով, տարբեր արժեքներով ժողովուրդներից է բաղկացած։ Մրցակցություն է գնում այդ տարբեր արժեհամակարգերի միջև եւ այդ մրցակցության պատճառով կարող է պատահի այդ երկրներում, այդ ժողովուրդներում, այդ համակարգերում կարող է խաոտիկ վիճակ լինի եւ այդ խաոտիկ վիճակը կախված նրանից թե դրսի ուժերը կառավարում են, թե չեն կառավարում, ինչքանով են գիտակցում կամ ներսի ուժերը ինչքանով են հասկանում, նրանք կարող են կառավարել դեպի այս կողմ կամ դեպի այն կողմ։ Ու իմ կարծիքով օրինակի համար ես եմ ուզում ասած լինել հիմա, որ հետագային չթողենք, որ հաճախ կան ժողովուրդներ, որ ունեն իրենց արժեհամակարգը եւ եթե դրանց դրսի ուժերը ինչքան էլ փորձեն հեռացնել իրենց արժեհամակարգից, իրենց լուծումներից, միևնույն է նրանք գնալու են այդ լուծմանը։ Օրինակի համար մեր Վրաստանի համար, ինչու՞ չէ Ուկրաինայի համար, նույնիսկ Բելարուսիայի համար, հեսա ես կբերեմ տարբերությունը, Մոլդավիայի համար, նաև մեր Բալտիկայի համար, նրանք իրենց լուծումը արդեն գտել են։ Նրանց լուծումը եվրոպական արժեքներն են, եվրոպական ընտանիքն է, կոնկրետ մեր համար ոչ միայն նրա համար, որ մենք սիրում ենք այդ եվրոպական արժեքները, այլ որովհետև դրանք մերն են եղել։ Մենք ենք 7-րդ դարում, 8-րդ դարում ներմուծել Եվրոպա, հիմա մեր մեջ դա նստած է։ Ով էլ իրան ասիական պահի կամ կներեք, չեմ ուզում ուրիշ ժողովուրդներին կոպիտ բաներ ասեմ, բայց ով էլ իրան մի քիչ այլ ձևով պահի, մեր արժեհամակարգը այլ է։ Եթե մեր նախկին իշխանությունները կամ հիմիկվա իշխանությունները փորձեն մեզ հեռացնել տանել ուրիշ տեղ, մեկը այն ատրակտոր է դա։ Մենք վերջը գնալու ենք ձգողության տիրույթից մենք դուրս ընկած չենք, մենք գնալու ենք այդ լուծմանը, վաղ թե ուշ։ Ու ինչպես մենք տեսնում ենք հիմա կամաց Ուկրաինան է գնում այդ մերձբալթյան երկրները արդեն իսկ ժամանակին գնացին, չէ, այդ ճանապարհով։ Հիմա Մոլդովյան, Ուկրաինան, մյուսները գնում են։ Հիմա Բելարուսիայի օրինակը բերեմ, ավտորիտար երկիր է, իրանց այնպիսին է, մեկ է ժողովրդի արժեհամակարգը եվրոպական է։ Դու իրանց Լուկաշենկո մյուսները ինչքան էլ արհեստական հերու պահեն, վաղ թե ուշ իրանք գնալու են, եվրոպական ընտանիք են դառնալու, իրանք չեն կարա անվերջ ձև մնան։ Մի քիչ վիճակը բարդ է Ռուսաստանի համար, որովհետև Ռուսաստանը, ինչպես ասեցի, Ռուսաստանը այնպիսի երկիր է, որտեղ տարբեր արժեհամակարգների շատ են, տարբեր արժեհամակարգներ կրողները։ Կոնկրետ Ռուսաստանը դժվար է ասել, ավելի շատ եվրոպական արժեքներ կրողներ կան, այդպիսիներն էլ կան իհարկե, բայց ավելի շատ կան նաև այդ ոնց որ Պուտիններ բանը հպարտությամբ ասում, որ իրանք ոսկեհորդայի ժառանգներն են, ոսկեհորդա կամ մողոլ թաթարական, ինչ տարբերություն, նույն ոսկեհորդան մողոլ թաթարական այդ իշխանություններ եւ հետեւաբար այդ պայքարի մեջ որը կգերակշռի, ուր կգնան, դժվար է ասել։ Բայց ուզում եմ ասել, բանը, ովքեր որ հասկանում են այս քաոսի օրինաչափությունները, նախ իրենք ուշադիր են, շատ չեն անհանգստանում, որ ասենք թե ժողովրդի հետ ինչ կլինի վերջը, գիտեն որ վերջը ինչ պետք է լինի, մեկ դա, մյուսն էլ երբ որ շատ են հասկանում, իրանք փորձում են կառավարել այդ քաոսը։ Պարոն Հակոբյան, երևի թե այսօր ամփոփենք, կարծում եմ քաոսի տեսությանը եւ նաեւ պրակտիկ կիրառությանը եւս մեկ հաղորդման անպայման կանրադառնանք։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ զրուցում էինք ֆիզմատ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պարոն Ռաֆիկ Հակոբյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Այսօր մեր զրույցի թեման էր քաոսի տեսությունը եւ նրա բացատրությունը պարզ մատուցմամբ։ Շնորհակալություն մեզ դիտելու համար, ցտեսություն։